Չլիներ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը ըստ քաղաքագետների, Իրանը դժվար թե կարողանար դիմակայել ու գրեթե մեկ ամիս պատերազմեր ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերի դեմ։ Լրատվամիջոցները ամերիկյան գրում են ինչ-որ չինական ուրվական նավերի մասին ու հանկարծ ինչ-որ այդ Իրանի մոտ հայտնվում են գեր ժամանակակից ինչ-որ նոր արտերներ, որոնք շատ մեծ վնաս են հասնում Իսրայելին։ Прежде всего хотим выразить Ռուսաստանի դիրքորոշումն ու դիրքավորումը Իրանի դեմ պատերազմում ըստ փորձագետների կարելի է նկարագրել որպես Իրանին աջակցող, բայց զգուշավոր եւ անուղղակի, ոչ թե բացահայտ պատերազմական։ Ռուսաստանը ՄԱԿ-ում համագործակցում է Չինաստանի հետ, քննադատելու արևմուտքի հարվածները եւ քաղաքականապես պաշտպանելու Իրանին։ Ռուսաստանը հաճախ է հրաժարվում աջակցել Իրանի դեմ բանաձևերին։ Ռուսաստանն ըստ էության մնում է համաշխարհային էսկալացիայի տանող մակարդակից ցածր դիրքում։ Ռուսաստան դիրքորոշումը միանշանակ է, որ պատերազմը պետք է դադարի, պետք է ագրեսիան Իրանի դեմ դադարեցվի, դրա մասին Ռուսաստանի արտգործնախարարությունն է մի քանի անգամ հարցազրույցներում տվել, նախագահան է տվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի տարածքին ռազմական հարվածների եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։ Կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության եւ անվտանգության խաթարմանը հակազդելու համար։ Այլ է Չինաստանի դիվանագիտությունը։ Այդ երկիրը արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է պետությունների, տվյալ դեպքում Իրանի տարածքային ամբողջականությունը խախտելը։ Նա արևմուտքի նման ասենց արտգործնախարարությունը չի կանգնում եւ գորգորալով հայտարարում, որ պետք է ամջապես դադարեցնել եւ այլն։ Նա շատ հանգիստ դուրս է գալիս եւ մի 2-3 օր առաջ Չինաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ ասաց, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն։ CNN-ը տեղեկացնում է, թե Իրանը զորքեր է տեղակայել Խարկ կղզում, տեղադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, ականներ։ Իրանը նախապատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը։ Թեհրանի համար կենսականորեն կարևոր տնտեսական ուղի հանդիսացող այս փոքրիկ կղզու միջով է անցնում երկրի նավթի արտահանման 90%-ը։ Իդեպ այդ կղզու գրավմանը ըստ իրանական հետախուզական տվյալների կարող է մասնակցություն ունենան Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան։ Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո, եթե նրանք թեկուզ մեկ քայլ առաջ գան, այդ տարածաշրջանային երկրի ամբողջ կենսական ենթակառուցվածքները առանց սահմանափակման կդառնան անխնա հարվածների թիրախ։ Իրանը կհարվածի Սաուդյան Արաբիայի եւ Էմիրատների էներգո համակարգին եւ ջրելու խմելու համակարգին։ Կսրբի Էմիրատների տարածքը կհավասարացնի գետին։ Եվ Հզբոլլահ շարժումը հարվածել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող Պաշտպանության նախարարության կենտրոնակայանին։ Իրանական գործակալությունը հայտնում է, որ խոցվել են նաև իսրայելական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող օբյեկտները։ Երկրի հյուսիսում գտնվող Մարգալիոտ քաղաքի ղեկավարը կառավարությանն ու զինվորականներին մեղադրել է տեղի բնակիչներին բախտի քմահաճույքին թողնելու մեջ։ Կամ ասեք, որ չեք կարողանում գլուխ հանել այս ամենից եւ թողեք մեզ, կամ արեք այն, ինչ անհրաժեշտ է։ Դուք քանդեցիք Միզգավ ավը, ոչնչացրիք Թեշուբան, Գադերը։ גמרתם את קריית שמונה, גמרתם את יישובי הגדר, גמרתם הכל! The Wall Street Journal-ի հրապարակումների համաձայն Դոնալդ Թրամփն իր համակիրներին հայտարարել է, թե կցանկանար խուսափել Իրանի հետ ձգձգվող պատերազմից եւ ավարտել այն առաջիկա շաբաթների ընթացքում մինչեւ մայիսի 14-ից 15-ը նախատեսված Թրամփի եւ Չինաստանի ղեկավար Սի Ցին-պինի հանդիպումը։ Թրամփը սակայն չի ցանկանում պարտվողի դիրքերից հանդիպել իր երկրի համար երբեմնի քաղաքական եւ տնտեսական հակառակորդ Չինաստանի առաջնորդի հետ։ Այս օրերին հազարավոր ագրավներ են թռչում Թել Ավիվի վրայով, հայտնվում տարբեր քաղաքների փողոցներում։ Իսրայելում շատերը սարսափած են։ Պատմականորեն ագրավները խորհրդանշում են մահ եւ պատերազմ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։